Անուն հոր եւ որդվո եւ ոգուն սրբո ամեն Ինչ որ ըսեց էզի գադարեցեք այսօր Աստվածամայրը այս բարեխոսությունը գգադարե եւ Քրիստոսի ցանկի առաջին հրաշքը գործադրվի Գանայի մեջ Այսօրվա Ջաշու ավետարանը սիրելի ավադացյալներ մեզի ներկայացուց Քրիստոսի ցանկեն առնված առաջին հրաշքը որ բոլորիս ծանոթ է Գանայի հարսանիքը Գանայի հարսանիքը արձանագրված է միայն Հովաննու ավետարանի մեջ Մյուս առաքյալները չեն հիշած, պատճառը այն է, որ Հիսուս դակավին իր երկրավոր առաքելության չէր սկսած։ Դակավին առաքելական խումբը չէր կազմած։ Միայն Հովհաննես ներկա էր հոն, որովհետև Հիսուսի մոր եւ Հովհաննեսի միջև ազգականական կապը գոյություն ուներ։ Ավետարանը մեզի գսե, թե այսօր Հիսուս և իր մայրը հարսանիքիմը հրավիրվեցան, բայց ով էր հարսնեդերը հիշադակություն չգա, գամ ով գամ ուսնանար այդ օրը գրգին հիշադակություն չգա, բայց միայն գսե Գանայի մեջ հարսանիք մգար, հրավիրված էին Հիսուս և իր մայրը, գներգայանան հարսանիքին և հոն հանգարց գնգատվի թե քինին սպարած է, քինին վերջացած է։ Հիմա հոս պետք է անդրադառնանք անպայման ավետարանի, Հովաննու ավետարանի մեջ հիշված այն խոսքին, որ գսե հրյաներու դիսական մակրության սովորության համաձայն հոն քարե 6 գարասներ գային, որոնց մե յուրաքանչյուրը 80-ն 100 լիտր գարներ։ Հաջախ Սուրբ Գրքի սերտոտյան ժամանակ եւ գամ մեր քարոզներուն ժամանակ գիշենք 5 դագարանյան այդ խջողված օրենքները, ավանդությունները, որ գիրակորձեին, որոնց թիվը նաև հաջախ գհիշեցնենք մեր հավատացյալներուն, որ գիտնան թե 5 դագարանի մեջ 613 օրենքներ գոյություն ունին։ Այդ օրենքներեն մեկը գսե ամեն հրյա ընտանիք որ իր ընտանիքի մեջ արու զավակ մը գծնի, ծնողքը հայրը բարդավոր է 6 գարասներ բերելու և անոնց մեջ քինի լեցնելու և հողին մեջ թաղելու։ Այդ գարասները դուրս կգան, երբ այդ անձը որ ծնավ և իր անունով տրվեցավ այդ գարասները, դուրս կբերվին անոր հարսանիքի օրը։ Եվ այդ հարսանիքի օրը գհրամցվի ժողովուրդին, որովհետև գյուղական մթնոլորտ է, հարսնեդերը չի գիտեր, թե ովքեր պիտի կան իր հրավերին, որ ետքը Հիսուս քանիմը հարսանիքի արակներ կպատնե, գղրգե իր ծառաները նախապես հրավիրյալներ կգոչե, Աբա հրավիրյալները չեն կար, բայց փողոցեն գահավակ է։ Այդ չէ մեր նյութը, այլ այսօրվա հարսանիքն է։ Ուրեմն գպանան այդ քինիները և գհրամցնեն ժողովուրդին։ Երևի իրենց ագնկալածեն ավելի հրավիրյալներ կան այդ օրը և քինին գսպարի։ 5 դագարանի մեջ քինին գխորհրդանշե երջանկության իմաստ Կիրկերեն մեկուն մեջը կրված է չապավոր քինին հոգին գզվարջացնե Ուրեմն
ուրախությունը սկսած էր հարսանիքի մեջ, հանգարց ուրախությունը գանք գարն է, քինի սպարումով, և հոն միջամտությունն դեղի գունենա, բարեխոսությունն դեղի գունենա Հիսուսի մոր գողմե և հրաշքը գգադարվի։ Հովաննու ավետարանեն քաղված Գանայի հարսանիքին տրվագով Քրիստոսի աստվածության առաջին հայտնությունը դեղի գունենա։ Առաջին անգամ հոն բոլոր ներկաները գիմանան խնդիրը և Հիսուսի աստվածությունը գայտնվի։ Անոր հանրային առաքելության սկզբնավորության։ 4 ավետարաններն, ինչպես ասինք Հովհաննեսն է, որ գհիշե Գանայի հարսանիքը և Մարիամի գուդա էական թեր Քրիստոսի առաքելության մեջ հոս գհաստատվի Սուրբ Գույս Մարիամի բարեխոսության վավերականությունը և գլրեցնե բոլոր անոնք, որոնք Աստվածամոր բարեխոսությունը չեն ընդունիր և գսեն Աստվածամայրը կամ Մարիամը ավելի ճիշտ Աստվածամայր ալ չեն գոչեր, Մարիամը Հիսուսը աշխարհ բերավ և իր գործը վերջացավ։ Բայց ոչ ավասիկ Գանայի հարսանիքի մեջ մեծակույն և առաջին փաստն է, որ Հիսուս գհնազանդի իր մորը խոսքերուն։ Երևակայեցեք Հիսուսի հեզությունը, իր այդ աստվածությանը ընդմեջեն գհնազանդի իր մորը։ Գանայի հարսանիքը գլա Քրիստոսի առաջին հրաշքը։ Քրիստոսի ներկայությունը հարսանիքին ինքնին իր մեջ պատկամ ունի, թե Քրիստոս հագարակ չէ հարսանիքի և ուրախության։ Ան ոչ միան մասնագից գլա, այլև իր առաջին հրաշքը կգադարե հոն, որպեսզի հարսանիքը և ուրախությունը շարունակվի։ Կինին կվերջանա, ուրախությունը պիտի գենար, ոչ թե միան ուրախությունը պիտի գենար, այլ ժողովուրդը պիտի սկսեր փամփասել, հարցնեդերին, թե տուն եթե կարողություն չուներ, ինչու այսքան մարդ հրավիրեցիր, կամ այլ զրույցներ դեղի պիտի ունենար։ Բայց Քրիստոսի ներկայությունը ուրախության և երջանկության շարունակականությունը կպաստե և կխորհրդանշե։ Քրիստոսի ներկայությունը մարդոց կյանքեն ներս երջանկություն կպատճառե։ Մեր կյանքեն ներս երբ Քրիստոս ներկա է, ամեն ինչ կարելի է, անկարելի բան չի մնար։ Գպավ է, որ Քրիստոս ներկա լա մեր կյանքի մեջ։ Գանայի հարսանիքի ընթացքին Քրիստոսի հրաշագործություն կատարելու դրդապատճառը կինին բաքսիլն էր։ Կինին Աստվածաշունչի մեջ ուրախություն խորհրդանշե։ Հրավիրյալները երկրավոր և ժամանակավոր երջանկության մեջ էին կինին սպարումով, բայց երբ հաղորդվեցան Քրիստոսի գենարար արյունը խորհրդանշող կինին և ոգեղոն ներկայության անոնց երջանկությունը շարունակվեցավ։ Երկրավոր հարսանիքը օրինակ հանդիսացավ երկնային հարսանիքի պատրաստության։ Ապա կա Սուրբ Գույս Մարիամի բարեխոսությունը։ Մարիամ երբ կիմանա, որ կինին սպարած է, գտիմե Հիսուսին, այն համոզումով և հավատքով, որ Քրիստոս գրնա բամը ընել։ Անկիդեր, որ եթե Հիսուս մճամդե, հարցը գլուծվի և հարցնեվորներուն երջանկությունը գշարունակվի։ Ավետարանական այս հատվածը Աստծո հետ միության և երջանկության պատկերը կներկայացնե, գսե Գրիգոր Դատևացի վարդապետ։
Քրիստոս մեզի գտելատրե գենարար ճուրով լեցնել մեր հոգիները, մեր հոգիներու գարասները եւ լվալ մեր մեղքերը ու վերանորոգվել այլափոխված քինիով։ Բադահական չէ, որ այս տարի նորին Սուրբ Օծություն դեր Արամ առաջին վեհապար հայրաբեդը մեզիդան ընգիլիկյո հրճագետ վերանորոգման հավատքի վերանորոգման դարի ուրեմն 5 դագարանի մեջ ճուրը գխորտանշեր 5 դագարանի մարտիկը բայց երբ քինի վերածվեցավ վերափոխվեցավ նոր դագարանի հավիդենական երջանկության գարասները լեցնելը կնշանակե լեցվիլ կյանքի աղբյուրով Աստծո խոսքով ու անոր արադափուխ օրհնություններով գսե Գրիգոր Դատեվացի վարդապետ Ավետարանը գսե թե 6 հողե գարասներ գային ինչպես ասինք Սուրբ Գրքին մեջ 6 թիվը գխորհրդանշե այս աշխարհի նյութական կյանքի ստեղծագործության 6-րդ օրը որ ստեղծվեցավ մարդը բայց երբ Քրիստոս ներկա է այլևս նյութական եւ ժամանակավոր ստեղծագործության հանգրվանը գանցնի եւ մենք մուտք կգործենք նոր հանգրվանի մեջ ուր Քրիստոսի սուրբ եւ անմահացուցիչ արյամբ նոր երկնավոր եւ հավիտենական երջանկություն կմտնե մեր կյանքին մեջ Սիրելի ավադացյալներ Գանայի հարսանիքի տրվագը այսօր մեզի գհիշեցնե թե հարսանիքը վտանգված էր երբ քինին վերջացավ հարսանիքը վտանգված էր սակայն միևնույն ժամանակ գհուսատրե որ Մարիամ գհսկե հարսանիքին այսօր գհսկե մեր կյանքին այսօր մեր կյանքը վտանգված է այո է պատասխանը այսօր մեր կյանքի մեջ սխալներ կան այո է պատասխանը ամենուրեք Հայաստանեն սկսյալ մինչև Սփյուռքի բոլոր դարածքներուն այսօր վտանգված է հայ ժողովուրդը հատկապես որովհետև մենք հետաքրքրված ենք հայ ժողովրդի կյանքով վտանգված է հայ ընտանիքը վտանգված է եկեղեցին վտանգված է դպրոցը վտանգված է հայոց լեզուն հետևաբար Սուրբ Մարիամ Աստվածածնի բարեխոսության գարիք ունին այս բոլորը որովհետեւ Քրիստոս մի չամդե 5 դագարանի 5 մտածողությունը 5 մարդը ինչպես նոր դարի թևագողեցինք եւ այդ օր առաջին կարոզին մեջ ասինք եթե 5 մտածումով եւ 5 մտքով 5 հոգիով 5 մեղքերով նոր դարի պիտի մտնենք կնշանակե թե իզուր է նոր դարի դոնելը կամ մտնելը նոր դարի պիտի մտնենք նոր կյանքով ճիշտ այդ պատճառով երբ Քրիստոսի ծննդյան 8 օրեկը գավարդի եւ անոր հաջորդող առաջին գիրագին գուկա որ այսօր է մեր հայրապետները գեղեցիկ կարկատրությամբ Գանայի հարսանիքը տրած են այսօրվա Ջաշուավետարան որպես ինչու որպեսզի մենք եւս վերանորոգվենք այդ ճուրը որ 5 դագարանը կխորհրդանշե այլևս գոյություն չունի այդ 5 ճուրով մենք կլվացվենք կմակրվենք բայց նոր քինիով սրբակորձվենք եւ հավիտենական կյանք կժառանգենք հետեւաբար հայ ընտանիքը ընտանեկան կյանքը վտանգված է Աստծո եւ մարդկության տշնամին կողմէ կանտված են քրիստոնեական հայեցի եւ դողմիկ սկզբունքները չարը մեզ կբաժնե իրար մեջ ինչպես որ այսօր բոլորս գրնգագող կհետևենք ամեն օր Հայաստանի մեջ դեղի ունեցող այն լուրերուն, այն եկեղեցականներուն,
այն եկեղեցիներուն, որոնք բաժան եղած են, բաժարը ինչ է գիտեք, Հիսուս ասաց է ավետարանի մեջ, որ սերը ցամքած է երկրի վրայեն։ Մարդիկ սկսած են ոչ քրիստոնեական, ոչ աստվածային խոսքերու եւ գործերու հետևիլ, այն ադեն գիտեք, որ դուք հերացած եք Աստուծմե գսե հնդիկ աստվածապանմը, այս բոլորը երբ տեսնեք, այն ադեն գիտեք, որ դուք հերացած եք ձեր ագունքներեն, ձեր արմատներեն, Քրիստոսեն, Աստուծմե եկեղեցիեն, հետևաբար այսօր գանայի հարսանիքը մեզի գտելատրե, որ ճուրով լվացվինք եւ Քրիստոսի անմահական եւ գենարար քինիով սրբակորձվինք եւ շարունակենք մեր կյանքը, խնդրելով միշտ Աստվածամոր բարեխոսությունը մեր կյանքի մեջ։ Թող Տերը օրհնե ձեզ հիմա, Հավիդյանս, Հավիդենից, ամեն։